Հակիրճը հիմա այս պահին ակնկալիքը դատարանից։ Գնում եմ վերցնեմ 2 ամսյա կալանքի որոշումը։ Այլ տարբերակ Բացառվում է։ Արդեն կա այդ որոշումը վստահ եմ, դրված է, հիմա ներս մտնենք, վերցնենք այդ որոշումը։ Այսինքն քաղաքական որոշում։ Իհարկե, ունել Մասիս Մելքոնյանի կամ Բաբայան, ով է Արշակ Սրբազանի դեմ ցուցմունք տվել։ Արշակ Սրբազանի դեմ ցուցմունք չկա։ Ուղիղ ցուցմունք չկա։ Կատունեմ իսկ ուսապարկի Ինչպես։ Կասկածով է հայտնել, որ սապարկում։ Տարբեր անձինք դրա մասին հետո խոսենք։ Ինչի են էլի հայտնել։ Ենթադրում ենք, որ կարող է ինքը եղածել։ Ինչի են ենթադրել, որ հատկապես ինքը ինչ որ մի բան պիտի ասեն, չէ՞ Այդ իրենց ճաշակով Սապարկը կա։ ուսապարկը ո՞ր մեկը։ Այդ գործը ինչ է։ Դա 18 թվականին եղել է, այդ ուսապարկն էլ ա եղել, ուսապարկի մեջ չի։ Այո, այդտեղ։ Կարեն Պետրոսյանի մասին է խոսքը, պարոն Բաբայան, Կարեն նոր հայրապետ։ Իր ուսապարկում չի եղել։ Բայց նա կասկած հայտնողն է եղել։ Չեմ կարող ասել հիմա։ Նախագնական գաղտնիքից են։ Ոչ մի բան, 2018 թվականից քննվող գործի հետ կապված վերջի գործողությունն եղել է 2025 թվականի հուլիսին եւ 2025 թվականի դեկտեմբերի 4-ին ստեղծվել է քննչական խումբ, այսինքն 3 ստեղծվել է քննչական խումբ եւ ձերբակալվել է Այսինքն 7 տարիա քննում են այդ ինչ թմրանյութը։ քննչական գործողություն, հարցաքննություն։ 7 տարիա քննում են այդ թմրանյութը ոնց է հայտնվել ուսապարկում։ Այո, քննել են, այդպես էլ չեն հասկացել։ Պարոն Բաբայան, իսկ այդ Այսինքն այդ հիմա կասկած չի եղել, կասկած հայտնող կանանչի տանելու միջնորդություն ներկայացնելը բանով է իրավաբանության մեջ նորմալ Այս վարույթը որևէ առնչություն չունի իրավաբանության հետ։ Հուլիսին, որ ասում եք ինչ որ քննչական գործողության ճիշտ հասկացա, այդպես ասի, ինչ գործողություն ա եղել այդ ժամանակ։ Քննչական ինչ-որ մի գործողություն։ Հարցաքննություն։ Ում են հարցաքննում։ Չեմ կարող ասել, դա արդեն նախաքննական գաղտնիք։ Իրավունք չունեմ։ Դե ինչը ուզում եք ասում եք, ինչը չի ասում եք նախաքննական։ Ես նախաքննական տվյալ չեմ ներկայացրել մինչև հիմա, հետեւաբար եւ ինչը ուզում եմ ասեմ, այն ինչ որ իրավունք ունեմ ասելու։ Ինչ որ իրավունք չունեմ, չեմ կարող։ Արշակ Սրբազանի մասնակցությամբ ա եղել այդ գործողությունը։ Ոչ։ Դուք տեղեկություն եք այդ անձը, հա, ում սապարկից որ հայտնաբերել են եւ ասում որ հիմա ենթադրյալ դրել են, հա, գցել են պայուսակ մեջ։ Այդ անձը այդ թվականին, այդ ամիսներին օրինակ գործակալություն անցել է, արդյոք օգտագործել է թվականին։ Չգիտեմ, չունեմ այդպիսի նյութեր։ Չունեմ նման նյութեր, չգիտեմ էլ ում մասնա խոսքը։ Պարոն Բաբայան, իսկ Արշակ Սրբազանն արդեն պատրաստված է, որ միանալու է Բաբրատ Սրբազանի Միխայել Արշակ Սրբազանը երևի ճակատագիրը շարունակողն է։ իր ասուլիսից սկսած արդեն պատրաստ էր։ Պարոն Բաբայան, այն անձը, որ կասկած է հայտնել, որ կարող է դա լինել Սրբազանը, ինչ հարաբերություն է լինի նրա հետ, կամ ինչ հարաբերություն։ Պարոն Ոչ մեկ չի ճանաչում այդ տեսանյութ տարածվեց, որ Սրբազանը հարվածում է ինչ-որ երիտասարդի, այսպես իշխանական էջերին տարածում այդ տեսանյութի մասին, ինչ կարող եք ասել։ Տեսել եմ տեսանյութը, հեռվում կանգնած մի անձ թիկունքով, ոնց որ հարվածում են ինչ-որ մեկի։ Ինձ էլ եթե օրինակ նման հարցնա, ես էլ կհարվածեմ։ Ինչ հարց։ Դե այդ նյութերում գրած էր, որ հարցրել են, թե ինչի ես, չգիտեմ, մարդ սպանել, այս արել են արել։ Այսինքն Արշակ Սրբազանն է հարվածել։ Չէ, ես չգիտեմ, ես ասում եմ տեսագրության համաձայն, ինչ որ մեկը թիկունքով կանգնած, ինչ որ մի մարդ մի տղայի հարվածում է։ Եվ գրում են իբր Արշակ Սրբազանին հարց են տվել եւ դրա համար հարվածել։ Ես ասում եմ, եթե այդ հարցը ինձ էլ տան, ես էլ կհարվածեմ։ Բայց տարբերություն ձեզ նա Սրբազանն է։ Սրբազանները արժանապատվություն, ինքնասիրություն, այդպիսի բաներ չունեն։ Նրանք ավելի շատ են։ Լավ, եւ երեք ձերբակալվել է դատարան ներկայացվելու նպատակով եւ փաստացի դատարան չի ներկայացվել։ Այս առումով որքանով է։ Չէ, ես լավ չհասկացա հարցը։ Երեք ներկայացվել է, միջնորդությունը բերել են, դիստ նշանակվել այսօր առավոտյան։ Այո, երեք եկել է դատարան, հետո տարել են ձերբակալվածների փայլով այլ։ Իսկ այդ հայտնի տեսանյութերի վերաբերյալ գործը ինչ փրկում է վերջ, չեն քննարկում։ Չգիտեմ։ Դերակ չէ։ Այդ արդեն տրենդային Ինչ էին երեք հարցնում Արշակ Սրբազանին այդ գործի հետ կապված։ Ի վերջո դրանով Ոչ մի էական բան։ Դրանով էին կանչել, որ ձերբակալեն։ Բաբայան, լավ, ավելի կոնկրետ խոսեք, 18 թվից է։ Ավելի կոնկրետ չեմ կարող։ Իրավունք չունեմ ուղղակի ավելի կոնկրետ խոսելու։ Այդ գործը 18 թվից որ կա։ Իրավապահներին հետաքրքիր չէ, ինչպես է հայտնվել, որտեղից այդ թմրանյութը, որ 7 տարի քննել են, ինչ է։ Հետաքրքիր էր, բայց սրանից ավել չեմ կարող ոչինչ ասել, որովհետև կաշկանդված եմ նախաքննական Պարոն գաղտնիքով։ Բաբայան, իսկ խոզարկություններ եղել են այս ընթացքում։ Սրանից ավել ոչինչ չեմ կարող ասել, որովհետև նախաքննական գաղտնիքով կաշկանդված եմ։ Պարոն Բաբայան, այդ տեսանյութը հարվածելու վերաբերյալ եւ այլն 2018-ի մասին։ Չգիտեմ, ես նոր մի քիչ առաջ գալուց առաջ եմ տեսել։ Տեղյակ չեմ։ Ես չգիտեմ, վստահ չեմ որ ինքն ընդհանրապես։ Ոչ ես ասում, եթե այն ինչ որ գրում են, այն ինչ որ տեղի ա ունենում այդտեղ, ում էլ հիմա կանգնեմ այս մեր ընկերներից, օպերատորներից նման հարցեր տամ, ինձ տեղ երևի թե ողջ չեն թողնի։ Շնորհակալություն, մտնենք նիստին։